Բարի օր գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, դուք միացել եք մեզ 106 եւ 5 հաճախականությամբ։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ թվային հարթակներում կարող եք մեզ դիտել։ Սա թարմուղեղով զրույցն է, այսօր երկու թարմուղեղով զրուցակից ունեմ, Հայկ Մանասյանը բժիշկ եւ Հարություն Մանուկյանը ռեժիսոր, պրոդյուսեր, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ դուք մեր տաղավարում եք, շատերի համար հարցեր կառաջանան, թե ինչու դուք միասին եւ երկուսով։ Ուզում եմ այդտեղից սկսենք, մեզ պատմեք ինչու եք միասին եկել այսօր։ Մենք Հարությունի հետ եւ ոչ միայն Հարությունի հետ, ելի մի շարք մեր ընկերների հետ նախաձեռնել ենք հիմնադիր ազատակարգ կուսակցության ուրեմն ձևավորումը, հիմնումը եւ այսօր կուզենայինք մի քանի բան խոսել դրա մասին, ներկայացնել, ու այդ թվում պատասխանել որոշ հարցերի, որոնք մեր այսօրվա քաղաքական կամ ներքաղաքական վիճակին են վերաբերվում։ Երկար ժամանակում տարուց ավել ճանապարհ ենք անցել միասին, հա, ու անընդհատ սպասում ենք բոլորի մոտ տպավորություն էր, որ կուսակցությունը արդեն բաց է, ինչ որ մեկի հետ որ հանդիպում ենք, հա, կամ գործընթացն արդեն սկսված է, բայց դա արդեն։ Հա, անկալումը կար։ Ու բոլորը համոզված են, որ կուսակցության գործընթացը գոնե սկսված է, բայց այնինչ մենք դիտավորյալ դա հետաձգում ենք, ինչի համար սա էլ ընթացքում ասենք, էլի։ Դե ասեք հիմա։ Նպատակը հետեւյալն է, հասկանալի է, որ տեսեք, հիմա եթե մեկը այսպես շարքային կամ միջին վիճակագրական քաղաքացին լսում է, որ կուսակցություն են բացում, հարց առաջանում, այ մարդ քիչ կա կուսակցություն։ Այսքան կուսակցությունների մեջ ինչ անշան կուսակցություն բացել։ Բայց պետքա հասկանալ նախ, որ Հայաստանում, ըստ Հայաստանի օրենքների, Հայաստանի Հանրապետության օրենքների, միայն կուսակցությունը կարա քաղաքական process-ներին լուրջ մասնակցություն ունենա։ Միակ ձևաչափը քաղաքական ընտրություններ, լուրջ գործընթացներ, դա կուսակցական ֆորմատն է։ Իսկ դա նշանակում է կամ եղած կուսակցություններից որևիցե մեկի հետ, կամ դու պետքա քո, այսպես ասած, սեփական կուսակցությունը, հա։ Այս դեպքում այսպես կոլեկտիվ սեփականություն, կուսակցությունը պետքա ունենաս։ Քանի որ կուսակցական համակարգը կայացած չի Հայաստանում, ստացվում է օրենքը պահանջում է կուսակցական ճանապարհով հանդես գալ, կուսակցական համակարգը չի կայացել։ Այսինքն օրենքը պահանջում է մի բան, պահանջում է որ ճանապարհներով պիտի երթևեք, բայց ճանապարհ չկա, քանդած է։ Ուզած դու քո տրակտորը պետքա այստեղ ստեղծես, որպեսզի կարողանաս հանդես գալ։ Իսկ ինչու ուշացած ասա։ Ինչու ուշացած ասա։ Նո ուշացած որ նա ինչու ենք հետաձգել դեռ շարունակում այսպես ասած։ Հույս ունենք, որ կհանդիպենք գաղափարակիցների։ Չհանդիպեցիք։ Ստացվեց 1 Եվ շատ խոր ուսումնասիրելով դաշտը, նաև լինելով մեդիա ոլորտի ներկայացուցիչ 28 տարի աշխատում եմ այս ոլորտում, ես հասկանում եմ, որ վերջնագծում տեղի են ունենում տիկտոնական շարժումներ, այսինքն ռազմավարական շարժումներ, հա, որոշ ուժեր դիմում են այնպիսի քայլերի, որ դու իրենցից չես սպասում։ Ու նման քայլեր այսօր արդեն իսկ տեղի են ունեցել, չենք խոսել դրա մասին, եթե չեք ուզի։ Այսինքն նայեք ոնց է պետքա համախմբվել բոլոր դեպքերում։ Դե դա չստացվեց նախկին ղեկավարներին եւ այդ մեղադրանքները մինչեւ այսօր ստացվում են։ Համախմբանք խնդիրը հետեւյալն է, երբ որ դու ունես կայացած բացված հիմնադրած կուսակցություն, արդեն բանակցությունների մեջ խնդիր է առաջանում ֆորմատի միասին գնալ դաշինքի ձևով եւ միասին գնալ մեկ կուսակցության անվան տակ։ Էլի գանք Հայաստանի Հանրապետության օրենքին, որը ասում է հանգարց չփորձես դաշինք կազմել, որովհետեւ դաշինքի դեպքում 8% է անցման շեմը։ Մի կուսակցության դեպքում 4% է անցման շեմը։ Բարձրացավ, չէ՞, վերջին տարիներին այդ։ Այո, բարձրացավ։ Ավելին 3 դաշինքի դեպքում արդեն գնալով 4 դաշինք մի խոսքով ավելանում է։ Հիմա ստեղ ինչու՞ ման խնդիրը, տեսեք։ Ու էլի ընտրողը այսպես ասած հարց է տալի, ասում է, բայց այդ 8% եթե չես հանելու, չես հավաքելու, ո՞նց ես ուզում իշխանություն վերցես, հա։ Իսկ ինչ եթե օրինակ այդպիսի 8%-ներից կամ 7%-ներից է կազմված լինելու պարլամենտը ավելին, եթե ուզում ես ռեալ ազդեցություն ունենաս գոնե ընդդիմադիր դաշտում, գոնե 1/3 չափով պետքա պարլամենտում մանդատ ունենաս։ Հերիքա 1/3 չափով պարլամենտում մանդատ ունենալ ու օրինակ սահմանադրական փոփոխությունների նախագծի հետ կապված Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների կողմից բերվող արդեն դու կարող ես արգելք հանդիսանալ կամ առաջարկել քո պայմանները
քո հոդվածները, չգիտեմ, քո դրույթները, այսինքն հերիքա ազգային ժողովում 1/3-ը կազմող քաղաքական համաձայնություն տարբեր հարցերի շուրջ։ Հերիքա 1/3-ը կազմող քաղաքական համաձայնություն, դա արդեն նշանակում է իշխանությունը ամենաթողության վիճակում չի։ Իսկ եթե 50+1%, դա արդեն նշանակում է կառավարություն նաև։ Հիմա այդ 50+1%-ն էլ կար այդ 5-6-7%-ներով ձևավորվի այլ տրամաբանությամբ, օրինակ, երկու ուժեր լեզու չեն գտնում եւ մի 4%-անոց մանդատներ ունեցող ուժը մեկին կամ մյուսին աջակցելով կարա եղանակ ստեղծի, բան փոխի։ Այսինքն այս ամեն ինչը գալիս է նրան, որ նույնիսկ 4% անցման շեմը պարլամենտում նշանակություն կարող է ունենալ։ Սա մեկ։ Երկրորդ, եւ եթե դու բարձրացնում ես 8%, դու արհեստականորեն ասում ես՝ թույլ չեմ տալիս համախմբվել, թույլ չեմ տալիս կայանակուսակցական համակարգը։ Դու արհեստական խթանում ես պառակտումը երկրում։ Ու հիմա ինչի առաջ մենք այսօր կանգնած ենք, դե հիմա էսա խաղի կանոնները, այսպես է որոշված։ Մենք էլ էտա խաղի ուրիշ տարբերակ չկա։ Խաղում ենք այնքան, մինչև կանոնակ այդ կանոնները փոխեն։ Այ Նիկոլ Փաշինյանի թիմը ասում է, որ իրենք գալու են եւ եթե ընտրվեն, 4 հանրապետություն են հիմնադրելու։ Հիմա դուք հիմնադիր կուսակցություն եք, դուք ինչ եք հիմնադրելու։ Այսինքն իմ կարծիքով շուտ վանից արդեն հիմնադրված է։ Ուզենք, չուզենք, ժամանակի պարտադրանքով, հանգամանքների բերումով 1918 թվականին Հայաստանի Հանրապետություն արդեն հիմնադրվել է։ Հետո վերածվել է Խորհրդային Միության, Խորհրդային Հայաստանի, հասկանում եմ։ Այս դեպքում միանգամից հարց է առաջանում, ինչ շորորդ հանրապետության մասին է խոսքը գնում։ Ինչի առաջին, երկրորդ, երրորդ ու չորրորդ հանրապետություն։ Ես ուզում եմ դուք ձեր հիմնադրման մասին խոսեք ամեն դեպքում, ինչ եք հիմնադրելու։ Սկսի շարունակեմ, հա։ Ուրեմն սենց առաջինը, տեսեք, պետք է հիմնադրել նոր հասարակարգ, նոր կառավարման համակարգ, նոր իրավակարգ, նոր քաղաքական կարգ։ Այն ամեն ինչը, ինչ կա Հայաստանում, ինչ ունենք լավից թե վատից, այդ բոլոր համակարգերը եւ ինստիտուտները, որոնք կայացած չեն կամ ընդհանրապես գոյություն չունեն, այդ ամենը պետք է հիմնադրել։ Եթե այսպես պատկերավոր ասեմ, վերցրեք կառավարության նախարարությունները, հա, քանի նախարարություն կա, այդ բոլոր ոլորտները պետք է վերահիմնադրել, հիշելով, որ ինչպես Հարութը ասեց, 18 թվականին հիմնադրվել է պետություն եւ մենք վաղուց արդեն ցեղային կարևորը շեշտել որ 18-ը, որը թյուրը բռնում է, պարտադիր շեշտեք էլի ամեն դեպքում։ Ու երկրորդը, եթե կարելի է ավելացնեմ, մեր կարծիքով նաև ամենակարևոր նախապայմաններից մեկը, որն է պայմանը կամ նախապայմանը պետության գործառույթի, հա, որ պետք է երկրում կարողանաս ապահովել, ստեղծել ապահովվածության ապահով մթնոլորտ։ Եթե երկրում ապահովություն չկա, ապահով չի զգում յան քաղաքացին։ Մնացած արդեն մնացածը կարևոր չի, ինչ թվարկում ես։ Եթե երկրում քաղաքացին ապրողը ժողովուրդը մարդը ապահովագրված չի, այս կամ այն խնդիրը որևիցե ձևով լուծելու համար ինքը վստահ չի դրանում, որ կարող է լուծվի։ Ինքը դիմում է այլ տարբերակների, չթվարկեմ ինչ տարբերակի, հա, այդ թվում նաև քրեական եւ այլ ապահովություն ասեմ ինչի մասին է խոսքը։ Այդ գալիս եմ դրան։ Մենք երկու անծանոթ մարդիկ որպեսի գործարք անենք, ես խոսում եմ, չեմ ճանաչում, դուք ասեք ես երրորդ կողմի մասին է խոսքը։ Արևմտյան քաղաքակրթությունում, քաղաքական, պետական, սոցիալական համակարգերում լրիվ անծանոթ մարդ ասում է, ես որ բիզնես եմ բացում, $100 տվեք ինձ, որ ես այս բիզնեսը որ բացեմ, վերջացնեմ, ձեզ ես իմ պրոդուկտից կտամ, հա? Ես նոր ու մարդիկ նորմալ $100 ուղարկում են, $50 ուղարկում են, նորմալ ասում են, դե մարդը նոր ստարտափ անում, եկեք աջակցենք, կվերջացնի մի քանի ամսից, մեզ էլ մեր բաժին պրոդուկտը կտա։ Ինչի՞ց է, որտեղ մարդը վստահ է, որ իրեն իր վստահությունը չեն չարաշահելու, այսպես ասած իրեն չեն գցելու։ Հարությունը այդ ապահովության մասին ասում, որ մարդը վստահ լինի, որ երկրում ինքը կարա այլոց հետ համագործակցի։ Վեճերի դեպքում էլ կարա այդ վեճը լուծվի անաչար ու արդար ձևով։ Ամենակարևորը մեկ էլ արդարությունն է, էլի։ Դատական համակարգի մասին։ Այո, բնական է, բնական է։ Դե այս թեզերն են, որոնք Նիկոլ Փաշինյանը 18 թվականին բերում էր, բայց ինչպես այսօր տեսնում ենք, դրանք իրականություն չեն։ Որովհետև դատական համակարգը կոպիտ ասեմ, եթե երկրում կա չարաշահում, ապա 1000 ներողություն չեմ ընդունում սենց, բայց պետք է գերագույն դատավորը SMS-ով վարչապետ փոխի, ոչ թե վարչապետը SMS-ով
դատական իշխանությունների վրա ազդի։ Եթե հակառակը լինի, էլի արատավոր երևույթ է, այդ երկիրը երկիր կդառնա։ Եթե արդարադատություն իրականացնողը գործադիր իշխանության ասում է, խելքդ գլուխը թավակի, դա նորմալ երկիր է, օրենքի մեջ, իրավունքի սահմանադրության տիրույթում, բայց երբ որ նույն սահմանադրության տիրույթում գործադիրը դատականին պետք է թելադրի, դա արդեն աննորմալ երևույթ է, տենց սահմանադրություն չի կարա լինի, տենց իրավունք չի կարա լինի։ Խնդիրը տեսեք մենք ինչից սկսեցինք, ունես են մթնոլորտը, որտեղ երկու իրար անծանոթ մարդ կարողանան իրար վստահել, համոզված լինելով, որ եթե չարաշահվի այդ վստահությունը, արդարադատությունը չի ուշանա։ Ուսեց 3 միլիոն մարդ ունեն, որ պետք է իրար հետ համագործակցեն։ 3 միլիոն մարդու համար դու այդ արդարադատության միջավայրը ասում ես սրբադասել ես, թե չէ։ Դա սկիզբն է։ Ամեն ինչի սկիզբն է։ Չի լինելու ոչ տնտեսություն, ոչ առողջապահություն, ոչ մի բան չի զարգանալու, եթե նման բան չլինի։ Մեկ էլ, եթե առանցքային պաշտոնները շարունակել մնան նշանակովի, ոնց նշանակել են, նույն ձև էլ հանում են։ Հենց մնում է պաշտոնը նշանակովի, կլինի մարզպետ, ով ուզում է լինի, հա, նույնիսկ դատավորները, չնայած նրանք ուրիշ ընթացակարգ պետք է անցնեն, բայց դե ժողովրդի կողմից ընտրված չէ, բարձրագույն դատարանի մասին է խոսքը գնում, բայց անպայման պետք է լինեն ընտրովի, նշանակովի ոչ մի առանցքային պաշտոն պետք է չլինի, այս է ամենակարևորը։ Կամ թեկուզ եթե կարող է մարդը իր քաղաքապետին ընտրի, օրինակ։ Այսի արդեն մենք ծրագրային դրույթների մեջ ենք մտնում, ինչի որտեղ առաջնային մանդատը դա իսկական իշխանություն է, այն լավ իշխանություն, դա առաջնային մանդատ է, այսինքն ուղիղ ժողովրդի կողմից ընտրված։ Եթե ես ձեզ նշանակել եմ այս գործին, ես մի օր կարող եմ ձեզ ասել, այսպես արա կամ այնպես արա, շատ դուրս չես գալիս, դուրս արի։ Բայց եթե դա ձեզ ընտրել են, ես գալիս եմ ասում եմ, այսպես արա, ասես ներողություն, այն ընտրողին տեսնում ես, այն է ինձ կարա ասի, թե ես ոնց անեմ։ Ինչ տարբերություն, քեզ են ընտրել, ինձ են ընտրել։ Գնա քո գործին։ Գյուղապետը կարա, հիմա էլ օրենքով իբրև թե տես պիտի լինի, օրենքով, բայց քանի որ համակարգը տես չի աշխատում, եթե գյուղապետին կամ քաղաքապետին կամ համայնքապետին մարդիկ կարան ընտրեն, ինչի պիտի մի հատ կուսակցություն ընտրեն, որ այդ կուսակցության ներկայացուցիչները նստեն այդտեղ որտես ավականի, ու այդ կուսակցապետից կախված լինի այդ ավականի ընտրած ենթադրենք քաղաքապետը։ Կահան նույնը երկրի գործադիրի ղեկավարը։ Ինչի պիտի մի հատ կուսակցությունով ընտրեն մի հատ, լավ, մի կուսակցությունով ընտրեն падգամավորների շրջանակ, որոնք էլ իրանց հերթին կընտրեն վարչապետին, որն էլ իր հերթին, չգիտեմ, նշանակումներ կանի, ես իմում, այսինքն էլի գալի կանգնում ենք մի կուսակցապետի իշխանության տակ, ամբողջ համակարգը դնում ենք դրա տակ։ Ինչի, եթե իրոք տենց այս մարդկանց կամ ընդհանրապես մեր հոգսը ժողովրդավարությունն է, ժողովրդավարություն մի ասեք, արդարությունն է, ճիշտն է, մարդիկ պետք է լավ են հասկանում։ Ոնց ասում ես, իրավունքի գերակայությունն ասում են, ինչ թիթիզ բաներ է խոսում, ոնց ճիշտը մի հատ է, այդտեղ արդեն հասկանում են։ Ուրեմն եթե ճիշտ կա, ուրեմն ճիշտը էս է, այդ մարդը գնում է, քանի հոգի համակիր ունի, այդքան հոգով իշխանություն է վերցնում, առաջնային մանդատ։ Ու բոլոր փուլերում տեղական ինքնակառավարում, շրջանային, ռեգիոնալ ինքնակառավարում կամ մարզային կառավարում եւ հանրապետական մակարդակի կառավարում։ Տեսեք, մեր լսողների եւ դիտողների մեջ վստահաբար կան մարդիկ, ովքեր դեռևս կողմնորոշված չեն, թե ընտրություններին ում են ձայն տալու։ Այն մեծ տոկոսի մեջ են մտնում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իր թիմով, տեսեք, քանի փոփոխություն է առաջարկում եւ արել։ Համընդհանուր առողջության ապահովագրությունը, որի մասին ես ուզում եմ մենք խոսենք, բանակի թվի կրճատումը, շատերի համար դա շատ գովելի է, որովհետև իրենց որդիները քիչ ժամկետով են տնից հեռու լինելու, եւ վերջում արդեն թոշակների բարձրացումը ապրիլի 1-ից։ Հիմա ես կարծում եմ սա ուղիղ նշանակետին է։ Դուք ինչ եք առաջարկում այդպես մի քանի կետով ուղիղ նշանակետին, որ ընտրողի համար կարևոր կլինի եւ գրավիչ կլինի, այսպես ասած։ Ես փորձեմ գնամ մի ուրիշ տեղից, հետո Հայկը կգա կվերցնի։ Նախ նորից ընտրողի համար, էլի։ Այսպեսի մի խոսույթ կա, ընդ որում շատ գրագետ մարդկանց մոտ, լավ գործի, լավ աշխատանքի, աշխատում են, մտածում են, նայում ես իրենց կենց հավավարությանը, ասում ես նորմալ մարդ է, մտածող մարդ է, էլի։ Մեկը գալիս է ասում է երկրի ղեկավարը ուժեղ տղա պետք է լինի։ Ուժեղ, հա, սենց մի հատ բան են ասում ես ինչի ասում է դե երկրի ղեկավարը պետք է ուժեղ լինի, էլի, պետք է ձեռը խփի սեղանին, էլի։ Ես այստեղ սա
հարցերից մեկն է, որը լուծումն է, այդ հայկը կասի, էլի։ Հարց եմ տալիս, ասում եմ, ինչ մասնագետ ես, ասում եմ, ենթադրենք ծրագրավորող, ասում եմ, որ դու գնացել ես ծրագրավորման հարցազրույց ես անցել, կամ ռեզյումե ես ուղարկել։ Քեզ քո մասնագիտական ֆունկցիոնալն ու հմտություններն են ստուգել, թե բանեն արես, ստուգել են դու լավ տղա ես, թե չէ։ Ասում է, չէ, մասնագիտական հմտությունները։ Ասում եմ, բայց ինչի պետք է ուրեմն ինչի պետք է Հայաստանի Հանրապետությունում ծրագրավորողը, տաքսու վարորդը, ռեժիսորը, հա, ռեզյումե ուղարկի մասնագիտական ֆունկցիոնալի հմտությունների եւ փորձի համար դրա հիման վրա իրան ընդունեն աշխատանքի, իսկ երկրի ինքը պետք է լավ տղա լինի։ Հասկանում եք, սա մեկ, այսինքն թյուր կարծիք, որը որ ձևավորվել է 30 տարվա ընթացքում ու իմ կարծիքով այստեղ ժողովուրդը մի քիչ այդքան մեղավոր չի։ Այսինքն նարատիվներ են, որոնք որ եկել եւ ձևավորվել են։ Հիմա մենք գնալու ենք այդ ամեն ինչը ոչ թե քանդելու, այլ հիմնովին բացատրելու, որ ինչի դա այդպես պետքա չլինի։ Ու ամենաբրու վերջի հարցը։ Սա ուրիշ ոլորտից է, էլի։ Դա մեծ հարց է, էլի, լավ տղեն ուժեղն է, թե իմ նման տղեն է։ Խոսքի հարց եմ տալիս, հասկանում եք ինչ եմ ասում, հա։ Այսինքն կրթված, զարգացած, որ կարա համ հայհոյի կներեք, հա, համ հայհոյի պետք եղած ժամանակ, լուրջ եմ ասում, համբերատար, փողզիջող, հասկացող, խնդիրները փորձող հասկանալ, թե կամայական, հա, հարուտ ասել համբերատարն է ուժեղ, հա, թե զորբան։ Ու որի լուծումն է ճիշտը, էմոցիոնալ որոշումն է ճիշտը, ձեռը սեղան խփելը ասելը ես եմ ճիշտը ու սենց պետքա լինի։ Ասենք բյուջեմ չկա տենց օրենք, բյուջեմ չկա տենց կետ։ Մարդը ասում է թոշակ են բարձրացնում։ Այո, դուք ասել եք դեր լայվ։ Ասում են թոշակ են բարձրացնելու, ընդ որում միայն Նիկոլ Փաշինյանը չի ասում սրա մասին, այսինքն ասում է բաներն եմ տեսել, գոնե բաներն եմ տեսել, եթե չեմ սխալվում, ասիդ կոնկրետ հիմա թոշակ Նիկոլ Փաշինյանը ապրել եկո բարձր։ 30-ից 50% բաները տեսել եմ։ Չէ, հիմա գործնականում ապրիլի 1-ից Նիկոլ Փաշինյանն է բարձրացնում։ Շատ հասարակ հարց եմ տալիս, ինչի հաշվին, ոնց, քայլերի հաջորդականություն, դա արդյունք է։ Կանելի է թոշակ ինչի հաշվին։ Հա, այդ եմ ասում, թոշակը դա պետք է լինի, սա պետք է անեմ, սա պետք է անեմ, սա պետք է անեմ, դրա արդյունքը պետք է։ Բայց քանի տոկոսն է խորանում դրա մեջ։ Ոչ թե ինչի հաշվին, այլ հարց։ Ճանապարհով է դա տեղի։ Ում հաշվին։ Շատ մարդկանց կարծում եմ այն սոցիալական վատ իրավիճակը, որ կա Հայաստանի Հանրապետությունում, շատ մարդկանց վերլուծելու կարողությունից այսպես զրկել է։ Մի քիչ կոպիտ է հնչում, բայց ամեն դեպքում այդ մարդիկ մտածում են, լավ դե կարևորը թոշակ բարձրանա, կարևորը, չգիտեմ, նոր մի հատ բան լինի։ Ես փորձեմ այսպես, հա, տեսեք, ժողովուրդ ջան, ինչ ունենք մենք առաջարկելու։ Ընդհանրապես ձեր տեսախցիկ կարող եք դիմել։ Անկախ նրանից թե ինչ որքանով ձեր հոգում, ձեր սրտում, չգիտեմ, ձեր ուղեղում մենք ընդունելություն կգտնենք, հեշտ չի լինելու ոչ մի դեպքում։ Ոչ մի դեպքում։ Սենսնից հեշտ չի լինելու, բայց կա հեշտ չի լինելու եւ արդյունքի են գնում, եւ կա հեշտ չի լինելու, բայց դուք դրա մասին չգիտեք, ձեզ թոշակ բարձրացնելով խաբս են տալի, թե գիտեք, պոպուլիզմով ձեզ համոզում են, թե գիտեք, ամեն ինչ լավ է լինելու։ Դու ոչ մի բան չես անելու, ամեն ինչ լավ է լինելու։ Տես չի լինում։ Հիմա տեսեք, ինչ ենք մենք առաջարկում։ Առաջինը առաջարկում ենք ոչ պոպուլիզմ։ Չենք ուզում պոպուլիզմ։ Ինչ էլ որ խոսում ենք խորքային հիմքից եկող։ Ես գիտեմ դա ժողովրդին առանձնակի հետաքրքիր չի, բայց ժողովուրդ ջան, ինձ մեկա ձեզ ինչա հետաքրքիր։ Ես գիտեմ ճիշտը որն է։ Ես գնացե երկար կարդացե, մտածե, ապրե, փորձե, բանակցե, եկել եմ մի եզրակացության, որ կա, այսինքն քաղաքական գործիչը, քաղաքական կուսակցությունը, դա քաղաքական միտք է գեներացնում։ Քաղաքական միտքը դի խոհանոցի զրիցը չի։ Քաղաքական միտքը դի կերուխումից վերջում մի քիչ գինովցած, այսպես քննարկումները չեն։ Քաղաքական միտքը դա ֆունդամենտների մասին է։ Հիմա իդեպ այդ ֆունդամենտների հետ կապված պետականաշինության ուղեցույց կամ պետության նախագիծ աշխատություն են կարել, մեր կայքում արդեն դրված է, հիմնադիր կետեյեմ, մեր կայքում արդեն դրված է, այնտեղ մի երկու բան պետք է։ Մի խոսում հիմնադիր կետեյեմ, կայքում կարակ մտնեք եւ այդ աշխատանքը տեսնեք, այնտեղ արդեն դրված է։ Մենք լուրջ աշխատանք ենք արել, ասելու համար, թե ինչա պետք մեզ բոլորիս ժողովուրդ ջան, պետություն ունենալու համար։ Եթե որևիցե մեկը մանկուց պետություն է սարքե քանդե, հավաք է, սովոր է, համաձայն եմ, ես իրեն ասելու բան չունեմ։ Բայց ես ինքս սովորելու բան ունեմ, թե պետությունն ինչի մասին է, ու դա ինչի հետ են ուտում, կոպիտ ասած։ Հետո այդ ամեն ինչով կիսվել հանրության հետ։ Իսկ այն որ բան եկեք ինձ ընտրեք, ես դες կանեմ ձեր համար լավ կլինի, չէ, ես դες չեմ անել, որ ձեր համար լավը լինի։ Ես պիտի այնպես անեմ, որ մենք ունենանք պետություն, դա դժվարություն է, դա զրկանք է,
Այդ պետության ջանքերի փոխարեն մենք կարան գնանք ուրիշների երկարդեն կառուցած պետություններում ավելի էժան ապրել, ավելի քիչ ջանքերով ապրել։ Այդ պետությունը լրացուցիչ ջանք է, որտեղ մի ինչ-որ կիսատ բանից պիտի ստանաս ամբողջական պետություն։ Միշտ էլ կարելի է գնալ արդեն կայացած պետություններում ապրել որպես հերթական մեկը, կամ կարելի է ստեղծել քո սեփական պետությունը։ Այ ինչ եմ ես խոստանում առաջարկում։ Բոլոր նրանց, ովքեր իրենց սեփական պետությունն են ուզում, ես ասում եմ մենք մի ճամփի մեջ ենք։ Մենք իրար հետ ճամփա գնանք, ձեռքի տանք, իրար օգնենք ու ֆունդամենտալ լուծումներ ենք առաջարկում։ Էլի հələ որ կարաք այդ պետականաշինության նախագիծը կամ պետության ուղեցույցը մի հատ կարդակ, մի հատ հələ որ այդից սկսեք մնացածը խոսանք էլի շատ բան։ Իսկ ինչ կետերում համաձայն չեք մյուս ուժերի հետ, ովքեր դաշտում այսօր խաղում են։ Սկզբունքային կետեր կան, այսինքն երբ ինչ-որ մի գործ է սկսում, ցանկացած գործ, չէ, նստում ես դիմացինի հետ պայմանավորում ես, ասում ես սկզբունքները որն են, վաղը վեճերի դեպքում, իմ ու քո մեջ որ վեճ առաջացավ, որ սկզբունքին ենք հղում անելու, որ այս վեճը կամ տարաձայնություն առաջացավ։ Այդ պետականաշինության հիմնական սկզբունքների մեջ է ազատությունը, որն է, մարդու հիմնարար իրավունքները, որոնք են ազատ շուկան, որն է, ոնց է կարգավորվում դա, ոնց է կառուցվում, տնտեսությունը ներքին հարաբերությունները, հա, բանակցության մեջ օրինակ համագործակցությունը, չէ՞, ինձ թվում է բոլորի པարզ է, իդեպ մենք այսօր մի հանդիպում էլ ունենք եւ մի բանակցություն էլ ունենք այսօր, հա, առաջանցնող վերջինը կլինի, հա, հուսանք որ վերջինը կլինի կամ այսքոմ կամ եկով, հա, հեստեղից պիտի դուրս գանք ու գնանք մի քաղաքական շատ կարևոր ուժի հետ բանակցելու, դրա մասին կհայտարարենք, այսինքն նախնական պայմանավորվածության իրանք պատրաստ են մեծ բանակցության, թե չէ, եւ մենք էլ տեսնենք, մենք պատրաստ ենք դրա, թե չէ։ Այդ ընդհանուր սկզբունքների շուրջ նույնիսկ հնարավոր չի գալ ընդհանուր։ Այ դրա վրա կանգ ես առնում արդեն։ Ասում են, ենթադրենք, ամենայն հարգանքով է, այսինքն ցանկությունը ազնիվ է, անվտանգության հարցը։ Այսինքն մենք դուրս ենք եկել այն տրամաբանությունից վաղուց, որ մեր առաջնահերթ հարցը երկրի ղեկավարին այս պահին հեռացնելն է։ Մենք ֆունդամենտալ ավելի լուրջ խնդիրներ ունենք հիմա ճիշտ։ Մեր հարցը դա է, բայց երբ որ խոսում ես կուսակցությունի հետ, նույնիսկ դա էլ չի։ Դա մեր հարցը ավելի բարձր է, քան իշխանությունը փոխելը։ Ինչու՞։ Որտեղ եթե նույնիսկ մենք իշխանություն ենք, այս համակարգով էական բան չի փոխվելու։ Համակարգային խնդիրները գալիս են համակարգային փոփոխություններից։ Հիմա տեսեք, ինչ ենք առաջարկում այլ ուժերի հետ կապված քննարկումներում։ Նրանք նույնիսկ իշխանությունը փոխելու հետ համաձայնության չեն գալ։ Բոլորն ուզում են իշխանություն փոխել, բայց անձնական պրինցիպը, ամբիցիան, ներկուսակցական ներթիմային շահը խոսում է աստվածային արժեքներից։ Հերթը գալի հաստում են պրիմիտիվ արդեն որ կոնկրետ բանը իրան կարա մի թեթև կամ իր թիմակցին կարա մի թեթև վնասի, տեղում դառնում է բան, մենատնտես այ մարդ։ Տեղում։ Ու գրեթե բոլորի մոտ տեսնում, մեկը գիտակից, մեկը անգիտակից, մեկը ես մենակ մի բան եմ ասում, ստեղ էլ խոսքից մեջ ասեմ, եթե բոլորին դեմ եք, գնացեք բոլորին դեմին ընտրեք։ Մեր ընկերներն են, հա, մեր ընկերներն են։ Մեր ընկերներն մարդիկ կարան ասեն, մենակ իրանք կարան պարզերես ասեն, ախպեր, մենք բոլորին դեմ ենք, մենք մեզ էլ ենք դեմ, դրա համար մենք սենց դրեթում ենք։ Որովհետև միշտ էլ բոլորին դեմ են եղել, է։ Հանդիպման չեք։ Հա, չէ, իրանց հետ խոսացել ենք, իրանց ասա ինչ տարաձայնություն։ Մի հարցով, մի կետով ընդհանուր հայտարարի չենք եկել, թե չնայած մնացած բոլոր ամեն ինչը հասկանալի էր, հարցը մեկն էր, էլի, գալիս եք, գնում եք, գործընթաց եք կազմակերպում, քաղաքական ուժ եք գեներացնում, գնում եք, հաղթում եք, մտնում եք պարլամենտ ու 100 օր հետո, որ պետք է բանվան 100 օր հետո չէ։ Չէ, 100 օր հետո էլ, դա 100 օր հետո բան եք անում։ Իշխանությունը դնում ենք ու գնում եք։ Լսեք, 100 օր հետո իշխանությունը դնում ենք բանով, քվյաթերթիկը փոխելով, ընդհանրապես։ Այսինքն մենք սահմանադրություն ենք ուզում փոխել։ Մենք ասում ենք այդ 100 չելիք էլի 100 օրը պահենք, բայց սահմանադրություն գնանք սահմանադրական փոփոխություններ։ Էսի մեկ եւ երկրորդը, որ եթե սա չի ստացվում, ապա մանդատները դնում են դուրս են գալիս։ Ասեմ, ախր դա երկար խաղ է։ Դա իրոք կարա չստացվի, ու դու պետք է երկար խաղաս։
Դե ասում եմ մնում ես Նիկոլի մոտ ընդդիմություն։ Դե ասում եմ եթե ես օրինակ հիմա ոնց որ ասած մտնում ես Նիկոլի մոտ քաղաքացի։ Շատ լավ տեղ հասանք, տարբեր ուժերից են այս տաղավարում եղել եւ երբ հարցնում եմ թե արդյոք պատրաստ եք որպես ընդդիմություն, եթե հաղթանակ չստացվի, շարունակել ձեր պայքարը, բոլորը ասում են անխտիր, որ իրենք գնում են բացարձակ հաղթանակ։ Ես կպատասխանեմ այդ հարցին, եթե կարելի է։ Ուրեմն Դուք պատրաստ եք որպես ընդդիմություն աշխատել։ Նախ ամենաառաջին հերթին, եթե դու զբաղվում ես քաղաքականությամբ, ուրեմն դու զբաղվում ես քաղաքականությամբ, չես գնում այլ, կներեք, էլի կարկանդակ վաճառում ձեռի հետ, հա, սենց ասեմ։ Երկրորդ հերթին, եթե զբաղվում ես դրանով, դա պետք է լինի երկարատև։ Եթե գնում ես պատրաստվում ես միայն այս ընտրություններին ու հավակնում ես իշխանությանը, դա քաղաքականություն չի, դա ավանտյուրա է, կոպիտ ասեմ, էլի, թող սենց ինձ բան անեն։ Ու երրորդն ու ամենակարևորը, էլի, այ հենց նման ընդդիմադիր ուժերը գալիս են դառնում են ընդդիմադիր կամ մնում են ու ոչ իման չեն կարողանում անել, որովհետև դրա ցանկությունը չունեն մեկ ու չունեն դրա տեսիլը ոնց կարան անեն ու բանացնեն այ կարևորագույն երկրի ամենակարևորագույն, հա, բանը, ամբիոնը ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ Այդտեղից այնքան բաներ կարելի անել։ Նախ առաջին հերթին հնչեցնել ճիշտ է, որովհետև դու բան ունես, այդ ինչ են ասում, մուտք ունես, հասանելիություն ունես, ոչ թե մանր խնդիրներ, ժողովուրդ մենք քաղաքական հասունության խնդիր ունենք, սպասի, քաղաքական հասունության խնդիր ունենք։ Ասում է, վերկանում է իշխող ուժը, ասում է, ես պետքա բարձրացնեմ, ենթադրենք բաները, այդ ինչ են ասում, թոշակները։ Մենք չենք տիրապետում։ Հիմա ես ու Հայկը եւ դուք չենք տիրապետում այդ ինֆորմացիային, բյուջեին, կենտրոնական բանկին, մնացածին, այն ժամանակ ամեն ինչ քո ձեռքի տակ է։ Վերկանում ես, հա, վերկանում ես, ասում ես ժողովուրդ չի կարա լինի այդպիսի բան, որովհետեւ հեսա, նայեք, սասայա, դա ամենակիչը։ Մի հատ հաշվապ տեսեք, մի հատ պատգամավորի։ Դա ամենակիչը։ Մի հատ հաշվետվություն տեսեք, ինչ ասում։ Բյուջեով չնախատեսված կետով ծախսեր է մեծացնում եւ ասում է որ դա աներացիկ թոշակա տալի, դա անելու է բանը ասա պաուստային ֆոնդից։ Պաուստային ֆոնդը ճգնաժամային իրավիճակներում ծախսելու համար է։ Բա որ ճգնաժամ եղավին չենք անում։ Հայտարարակ են գնում։ Ու այդ մարդիկ այտենց են մտածում։ Սա էլ ասեմ ու վերջացնեմ, մեզ բոլորից խոսացի, մեզից չխոսացի այս վերջում։ Մենք լավ ամեն ինչ հասկանում ենք, ստապ ենք գնահատում, հա, իրադրությունը, ու մերը երկքայլանի կոմբինացիա է սա։ Ասի երկ ոչ չէ 8։ Հա, կամ էլ 8, ամենակիչը առնվազն երկքայլանի է։ Մենք գիտակցում ենք, որ շատ դժվար է անցնել մի հատ էլ մեծամասնություն կազմել կամ հակակշիռ կազմել, դա պետք է հրաշք տեղի ունենա, էլի, ու միգուցե տեղի ունենա այդպիսի հրաշք, բայց դրա վրա հույս դնել չի կարելի։ Ինչի վրա է հույս դնել կարելի, սեփական ուժերի, սեփական կարողության հետ, համառության հետ եւ գիտելիքների վրա։ Ու գնում ես առաջ, վերջ։ Գնում ես փոքրամ, ամեն ինչ սկսում է փոքրաթիվ որակից է սկսում։ Փոքր մարդկանցից։ Փոքր մարդիկ նախաձեռնում են տարածումը, դա որոշակի ստեղծագործ, թույլ տվեք ստեղծագործ ասել, ստեղծագործ փոքրամասնություն համակարգում է մեծ համակարգը։ Միշտ դա տենց է լինում։ Հիմա կառավարումը տենց չի լինում, որ հավաքվում են 90 հոգով, կառավարում են 10 հոգու, դա կատաստրոֆա է։ Սովորաբար 10 հոգին կազմակերպում համակարգում են 100 հոգուն կամ 90 հոգուն։ Հիմա տեսեք։ Նրանց թույլատվություն։ Հաջորդ քայլը ընտրությունը։ Այդ ճանապարհը այստեղ նստած հանգիստ խոսալուց կամ բժշկի կաբինետից կամ պրոդյուսերի այդ մոնիտորից անցում դեպի իշխանություն։ Դա լինում է քաղաքական ճանապարհ անցնելով, քաղաքականություն մտնելով։ Դուք չմտածեք, թե դուք տունը նստած, մեկ է վաղը ձեզ կգան կխնդրենք, ասեն եկեք դարձեք падգամավոր կամ դարձեք դատավոր կամ դարձեք դուք պիտի գնաք գործադիր իշխանություն կամ նախարար կամ նախագահ, հա մենք նախագահական համակարգի կողմնակից ենք երկպալատ պարլամենտով եւ այլն եւ այլն։ Կիսա չէ, նախագահական։ Հիմա տեսեք։ Այս վիճակից կենցաղից դեպի իշխանություն անցում պարտադիր պետքա գնա քաղաքական դաշտի, քաղաքական կյանքի միջով։ Հետևաբար այդ որ ասում է ինքը կվերցնի ամբողջությամբ իշխանություն, չի վերցնի, դա քաղաքականությունը ոնց կդասավորվի, ընթացքը ոնց կգնա, ու դու չգիտես ընթացքում կլինի հեղափոխություն թե չի լինի, քո պատգամավորական անձեռնմխելիությունը մի պահ քեզ պետք կլինի քաղաքացիներին պաշտպանելու համար կամ նույնիսկ առաջնորդելու համար, թե պետք չի լինի։ Ընդհանրապես բազմաթիվ հարց, վերջինս ու քաղաքական մտքի գեներացիա, այսօր մենք ինչ ենք անում։ Դա փաստաթղթերը կհրապարակեն, եթե ժողովուրդ հետաքրքիր է կնայեք, էլի Սահմանադրության նախագիծը նու միջև իրավունքների բաժինը կառավարության կառուցվածքը բան արդեն գրած է։ Ուրեմն ոլորտային ծրագիր ենք առաջարկելու, հիմա թվում է սովորական, բայց շատ լավ, այնպես բան որ Հայաստանում չտեսնված, չլսված փաստաթղթեր են, չտեսնված, չլսված ծրագրեր են։ Դրանք կներկայացնենք, կտենակ, եթե միջև էս տեսածեք, ասեք ամոթ ձեզ ինչ էի գլուխ գովում։
Հիմա տեսեք, ստե կարևոր է էլի ասեմ, այդ քաղաքական միտքը, այդ կարդալն ու աշխատելը, այսօր գիտեք ինչի հաշվին առնում, ամբողջ օրը մասնագիտականով աշխատում ես, օրվա վերջում մի կերպ ժամանակ ես գտնում նստես ու մարդիկ պարլամենտում падգամավոր են եւ հələ հարցրա քաղաքականությունից երկու բան կարա ասի, որ ժողովրդի վիճակը բարձրանա, որ մարդիկ ոչ թե նստեն սպասեն 10,000 թոշակը կբարձրանա թե չէ, հասկանում եք, այլ լրջագույն փոփոխությունների երկիրը, որ ունակ է, 3 միլիոն տաղանդավոր մարդ, որ ունակ է, նու մեջն ամեն տեսակը կա, բայց 3 միլիոն համակարգեր կարգի փոփոխություններ կարող ես բերել, ասես պուճուր երկրում, այսինքն այս փոքր լինելը համ խնդրեմ է, համ ունի իր առավելությունները, հնարավորությունները որևիցե մի հնարավորություն մեր երկրում օգտագործվում է մեր չափերի փոքր լինելու հետ կապված։ Բոլոր թերությունները փոքր լինելու, մենք մեր մաշկի վրա զգում ենք, բայց որևիցե մի հնարավորություն ռեալիզացվել է այդ փոքր լինելու կողմից տրամադրված։ Ոչ, ահա այս ամեն ինչը պետք է ծրագրի ձևով եւ քարոզվի, որովհետեւ փոփոխությունը, իրականությունը, նյութական աշխարհը փոխվում է գլուխներում փոփոխությունից հետո։ Դու չես կարա մարդկանց գլուխներում փոփոխություն չմտցնես, աշխարհյան լավ օրենքը բերդիր։ Չես կարա գլուխներում փոփոխություն չառաջացնես, մեծ մասսաների շրջանում համոզմունք չձևավորես, ու դա նյութական կյանքում, մատերիալ աշխարհում դառնա իրականություն, չի դառնա, անհնար է։ Բոշեն, փաշատ չի դառնա։ Վերջում մի հարց էլ կա, որ ուզում եմ քննարկենք, ամեն դեպքում ես քաղաքականությունը նմանեցնում եմ բիզնեսի, ինչ որ իմաստով եւ շատ ուղիղ իմաստով չէ, թող սխալ չհասկանան մեզ լսողներն ու դիտողները, այ բիզնեսում թիրախավորում են ինչ որ խմբի, որ վաճառք իրականացնեն։ Այստեղ էլ կուսակցությունները պիտի հասկանան, թե ովքեր են իրենց ընտրողները։ Հիմա հարց ձեզ, դուք ուզում եք պարզապես ձայներ, թե ուզում եք խելացի մարդկանց ձայներ, մտածող մարդկանց ձայներ, որովհետև մեր հանրապետությունում շատ տարբեր են մարդիկ։ Ում ձայնն է ձեզ համար այսօր ավելի կարևոր։ Հա, ասեմ բանով, դեմոկրատիայի սկզբից ասեմ, Սոկրատով ասեմ, Սոկրատին դատեցին ու ասեցին, որ ինքը ասում էր քանակը դեռ որակ չի։ Մեզ որակն է պետք, մնացածը արդեն Հայկը կշարունակի։ Տեսեք, այնպես չի, որ մարդիկ ձայները տալիս են, հետո նստում մտածում ես, էսում ձայնն է, տենաս էսի խելոք մարդու կամ բարոյական մարդու կամ ազնիվ մարդու ձայնը թե չէ։ Իրականում հակառակ ծայրից է սկսում խնդրեմը։ Նմանը նմանին է ընտրում։ Իմ հույսը մեր պեսներն են։ Իմ հույսը իմ պեսներն են։ Այդ իմ պեսները, եթե հանրության շրջանում, չգիտեմ, 1% են կազմում, մենք կգնանք 1% կհավաքենք։ Եթե 50+1% են իմ պեսները, մեր պեսները, մենք կգնանք 50+1 կհավաքենք։ Ես հնարավորություն եմ ստեղծում, ջանք եմ թափում իմ պեսներին, ովքեր հիմնականում չեն սիրում մտնել քաղաքականություն, ովքեր ասում են դա փիս բան է, ես էլ բացատրում եմ։ Ընկեր դու նստի տունը, քաղաքականության մեջ ինչքան անպետք կա գալի խառնվում է, բայց իմացի քաղաքականությունը այն նախասրանն է, որտեղից անցնում են իշխանություն։ Ու եթե ամբողջ քաղաքականությունը անպետքներով է շրջապատված, լցված, դա երաշխավորված արդեն պրոգնոզ կարող է տալ, որ իշխանությունը անպետք է լինելու։ Միակ հնարավորությունը, որ իշխանությունը կլինի պետքական, երբ որ այս մեծ մեր դաշտից այդ նախասրահ, իշխանության նախասրահ, որը քաղաքականությունն է, կմտնեն լուրջ մարդիկ։ Այդ լուրջ մարդիկ նոր հնարավոր կարելի է պրոգնոզ անել, հնարավոր է, որ նրանք կդառնան իշխանություն ու կլինի նորմալ իշխանություն։ Եթե նրանք չմտան, 100%-ով կարող ես ասել, որ լինելու է անպետքներից կազմված իշխանություն։ Ահա ովքեր են իմ տեսակն է, մեր տեսակն է։ Եվ բայց մի բան ուզում եմ ասել, որ ես բիզնեսի հետ չէի համեմատի, շատ կարևոր մի տարբերություն, ոչ թե չէի համեմատի, այլ մի տարբերություն նշեմ, որ քաղաքականությունը հանրային բարիքի մասին է, հանրային բարիքի։ Դե այսպես ինչ որ կետերում է ինքը շատ կարևոր է, այսինքն տեսեք որն է, բիզնեսում եթե ես այս բաժակը արտադրել եմ, դուք կվճարեք, ես սա ձեզ կտամ, չվճարեք, ես ձեզ չեմ տա։ Հանրային բարիքի դեպքում, եթե դուք քաղաքականությամբ մի արժեք եք ստեղծում, դուք վճարեք, չվճարեք, դրանից օգտվում եք։ Այսինքն մի քանի հոգի ջանք են թափում, ստեղծում են անվտանգություն, ստեղծում են արդարություն, ստեղծում են արդարադատության, ազնվության կամ իրավական համակարգ, շատերը ջանք են թափում, բայց դրանից օգտվում են նաև նրանք, ովքեր ջանք չեն թափել։
ոչինչ չեն արել, նույնիսկ դեմ են աշխատել, նրանք էլ են օգտվում։ Այսինքն եթե կա արդար դատարան, հանցագործներից բռնած օգտվում են արդար դատարանից։ Հիմա այսինքն հանրային բարիքի տրամաբանությամբ քաղաքականությունը ստեղծում է հանրային բարիք, որտեղ թե նրանք ովքեր ջանք են թափել այդ բարիքը ստեղծելու, թե նրանք ովքեր ոչինչ չեն արել, նույնիսկ խանգարել են, բոլորը համաչափ կարող են դրանից օգտվել։ Բայց դե էդ է հիմա։ Դրա համար ես բիզնեսի հետ այս մի տարբերությունը կուզենամ շեշտեմ, որ ժողովուրդ ջան, երբ որ մենք ես հասկանում եմ, որ ես գնում եմ հանրային բարիք ստեղծելու, ես հասկանում եմ մի տարբերություն եմ բժշկության օրինակ, որ ես անում եմ, հա, ունեմ կես ժամ, այս կես ժամը ծախսում եմ ես մի պացիենտի վրա։ Եվ նա դրա դիմաց վճարում է ինչ-որ գումար։ Քաղաքականության մեջ նախ չեն վճարելու, բացի կամավոր հանգանակությունները, կամավոր օժանդակությունը, աջակցությունը։ Երկրորդ, դու անելու ես մի բան, որից նույնիսկ հանգարողները օգտվելու են։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցներն էին ռեժիսոր, պրոդյուսեր Հարություն Մանուկյանը եւ բժիշկ Հայկ Մանասյանը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց։ Շարունակեք հետեւել Գործարար ալիքին, կհանդիպենք։